Շնորհակալություն, պարզապես արձագանքեմ, որ չստացի, որ խուսափում եմ հարցից։ Տիկին Գյուլերյան, ինչպես Անեղոյանը նշեց, անդամակցության հետ կապված կա շատ ստույգ գործընթաց, բայց դա իրականացվում է անդամակցության հայտի ներկայացման դեպքում։ Այս օրենքի իրականացման հետ նշեցիք ինչպիսի կան գործընթացներ, որոնք կարող են գնահատականի արժանանան ազգային ժողովի կողմից։ Դրանք մի քանիսն են։ Մոտ ապագայում, թերևս ամիսներ հետո, կընդունենք գործընկերության նոր օրակարգը, որը ներառում է թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ գործողություններ, որոնք ուղղված են Եվրոմիության հետ մեր առավել մերձեցմանը եւ համահունչ են այս օրենքի տեքստին։ Դրա հետ մեկտեղ ակտիվացնում ենք ՍԵՊԱ-ի համընդհանուր եւ ընդլայնված գործընկերության պայմանագրի իրականացումը։ Այդ հանձնաժողովի մաս է կազմում նաև ազգային ժողովը, հասարակական կազմակերպությունները եւ այստեղ նույնպես ազգային ժողովը դերակատարություն կունենա առավել վերահսկյալ գործընթացները, որոնք նույնպես համահունչ են այս օրենքին։ Դրա հետ մեկտեղ ոլորտային անախադեպ որոշումներ են ընդունվել։ Վիզայի ազատականացումը, նշվեց դժգոհությունը վիզաների հետ կապված, մենք իհարկե աշխատում ենք նաև վիզաների գործընթացների հեշտեցման ուղղությամբ, չեմ կարող ասեմ բավարար են այլ ջանքերը, բայց բացում են նոր վիզաների կենտրոններ, աշխատում են գործընկեր երկրների հետ նոր հիպատոսություններ բացելու, քանի որ քանակն է շատ մեծ, վիզաների ազատականացման հետ կապված բանակցությունները նույնպես բավականին ինտենսիվ են սկսվել եւ լավատես պետք է տրամադրված լինենք։ Դրա հետ մեկտեղ սկսել ենք անախադեպ ծրագիր պաշտպանության ոլորտում եվրոպական խաղաղության գործիքի ներքո, տնտեսական ոլորտում նույնպես դիմակայության եւ աճի ծրագիրը, որը սովորաբար տարվում է տեխնացու երկրների համար, կիրառվել է Հայաստանի դեպքում եւ մեծ ակնկալիքներ ունենք այստեղ։ Արդեն ունենք լավ լուրեր, ավելի քան 10 տարի բանակցված ձկների եւ այդ արտադրանքի ներմուծման թույլատվությունը ստացվել է Եվրոմիության կողմից, այսինքն կան մի շարք ուղղություններ, որտեղ ազգային ժողովը ավելի ուժեղացված վերահսկման հնարավորություն կունենա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։